Պետությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի։ Այսօր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպմանը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղիղ եթերում հեռարձակված հանդիպմանը վարչապետը հիշեցրել է, որ առաջին տարբերակն է սահմանված օրինական ընթացակարգերով հետ ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ։ Այսինքն կոնցեսիոն սկզբունք լինում է պետական սեփականությունը եւ կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից։ Իհարկե, կառավարության վերահսկողության ներքո նշել է Փաշինյանը, հավելելով երկրորդ տարբերակը նոր ներդրող գտնելն է։ Հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։ Ավելի վաղ Հայաստանը առաջարկել էր անվանի մարզիկին հուղարկավորել Պանթեոնում։ Սիմոնյանին վերջին հրաժեշտը կտան Լուկոյլ արենայում, Սպարտակի տնային մարզադաշտում, իսկ սպորտի վաստակավոր վարպետի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում։ Հայտնի է, որ Սպարտակ ֆուտբոլային ակումբը Լուկոյլ արենա մարզադաշտի ատրիբունան կանվանի պատիվ թիմի պատմության լավագույն ռմբարկուի։ FIFA-ն էլ որպես հարգանքի տուրք իջեցրել է Ռուսաստանի դրոշը կազմակերպության կենտրոնակայանում Ցյուրիխում։ Հայաստանում կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր զանգերի կենտրոնում անսպասելի հուզարկություն են իրականացրել նոյեմբերի 20-ին։ Մինչ այդ պարզվել էր, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող կոմերցիոն նշանակության շինության գրասենյակային տարածքը հավորել որպես հանցավոր զանգերի կենտրոն եւ իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։